7% է, հա, կազմում հիմա գնաճի, թեև ավելի փոքր գնաճ էր կանխատեսվել ավելի վաղ, սակայն տեսնում ենք, որ գնաճը տարբեր ապրանքատեսակների վրա բարձրացել է, ինչով է սա պայմանավորված։ Ես գնաճի վերաբերյալ մեկնաբանություն չեմ կարող տամ, բայց ես առաջ անգամ լսում, որ 7% գնաճ կա, անցած տարի գնաճը եղել է 1% շրջանակներում։ Հիմա ինչ կանա։ Հիմա չգիտեմ։ Պարոն Վարդանյան, անկստացնում դուք առօրյայում չեք զգում, որ Հայաստանում առաջին անհրաժեշտության պարագաները շատ թանկացել են։ Դե տարբեր պարագաներ կարող են թանկանալ, մյուսները էժանանալ, վիճակագրական ծառայությունը ընդհանուր զամբյուղի գնաճի ցուցանիշներն է հրապարակում։ Նախարար, Հայաստանը 750 միլիոն դոլարի, ճիշտ եմ եկել, եվրոբոնդեր թողարկեց ի տարբերություն 21 թվականի, տոկոսադրույքներ 71% է։ Ինչու է այսքան բարձր տոկոսադրույքը եւ արդյոք ավելի բարձր բանով պարտք վերցնել ավելի ձեռնտու է խոսքից։ Իհարկե բարձր տոկոսով պարտք վերցնելը ավելի քիչ ձեռնտու է, քան ցածր տոկոսով, սա բարձր տրամաբանություն է։ Նախկինում, երբ որ մենք թողարկել ենք եվրոբոնդեր, մասնավորապես վերջի անգամ 21 թվականին, այն ժամանակ շուկան, միջազգային շուկան եղել է ավելի ցածր տոկոսադրույքների պայմաններում, օրինակ, եթե եվրոբոնդերից ենք խոսում, ապա այդտեղ ուղենիշային տոկոսադրույքները սահմանվում են ամերիկյան 10 տարանոց պարտատոմսերի նկատմամբ։ 21 թվականին, եթե ես ճիշտ եմ հիշում, այդ ցուցանիշը 1%-ից ցածր էր։ Հիմա նույն այդ ամերիկյան պարտատոմսերը 4.2-4.3% են կազմում։ Հիմա ամեն ինչ պետք է համեմատել այս պարտատոմսի ցուցանիշի հետ, եթե մենք համեմատում ենք, թե ինչ տոկոսադրույքով ենք մենք թողարկել 2021 թվականին եւ հիմա, ապա տարբերությունը կազմում է 321 բազիսային կետ։ Այսինքն որևէ փոփոխություն այս առումով չի եղել, ընդ որում ձեզ կարող եմ մի ուրիշ բան ասել, որ մեր հետ համեմատվող երկրներում, նույնիսկ ավելի զարգացած երկրներում, այդ տարբերությունը ավելի մեծացել է, իսկ մեր մոտ մնացել է նույնը։ Բայց ինչի վրա են ծախսում այդ գումարները, պետական պարտք ինչու է ավելանում։ Օրինակ տնտեսագետներն հազանգում են, որ դրանով աշխատավարձեր, նպաստներ, թոշակներ են տալիս, այսինքն այն ուղղություններով է ծախսում, որը պետք է պետական բյուջեի միջոցներով ծախսի։ Գիտեք, ես կարծում եմ, որ դուք այդ հարցը պետք է տաք, երբ որ մենք բյուջե ենք քննարկում։ Երբ որ օրինակ, երբ որ մենք բյուջե ենք քննարկում, ծախսերն ենք քննարկում այդ բյուջեի եւ պլանավորում ենք, թե ինչքան հարկ ենք հավաքելու եւ ինչքան դեֆիցիտ ենք ունենալու, այդ ժամանակ դուք պետք է ասեք, օրինակ, ինչի Հայաստանը ունի 5.5% դեֆիցիտ։ Եվ այդ ժամանակ այդ պետք է քննարկենք, գուցե գաք առաջարկությամբ ասեք, որպեսզի դեֆիցիտը 5.5% չլինի, մենք համաձայն ենք ավելի շատ հարկ վճարենք, որպեսզի այդ դեֆիցիտը լինի ավելի փոքր, կամ կարելի է ասել, որ եկեք այս ուղղությամբ ծախսերը նվազեցնենք, այս ծախսը չանենք եւ այլն, պատգամավորներին առաջարկեք, ասեք այս ծախսը, որ պլանավորել եք, ավելորդ է, եկեք սա չանենք, որպեսզի դեֆիցիտը չլինի։ Տնտեսական զարգացում պետք է լինի, որպեսզի դեֆիցիտ չլինի։ Մենք լրագրողներս անենք, այսինքն դուք գիտեք, որ դեֆիցիտ կա, այսինքն մենք լրագրողներս ասենք, որ գիտեք բյուջեում դեֆիցիտ կա, դուք պետք է ճիշտ լուծումներ տաք, այսինքները չգիտեք։ Ինչու ներդրումներ չեք բերում երկիր տնտեսության նախարարները չգիտեն, վարչապետը։ Մենք հարկեվավճար մի տվեք պատգամավորներին։ Մենք ասենք նաև, որ հարկերը շատ մի արեք, որովհետև դա ենթադրել է տալիս, որ դեֆիցիտը շատ է, դրա համար հարկահավաքությունն է շատ հարկեր եք սահմանում, դա է պատճառը։ Ես չեմ ասում, որ դուք եկեք իմ գործը արեք։ Արեք, ասված լրագրողն է, չի չեք անում։ Մենք մեր գործը շատ լավ անում ենք։ Եթե դուք որևէ բանում համաձայն չեք, որովհետև մենք առաջարկություն ենք ներկայացնում կառավարությունում քննարկում ենք բյուջեն, հետո դա ներկայացնում ենք ազգային ժողովին եւ ազգային ժողովը դա հաստատում է, ընդ որում դա հանրային քննարկման է դրվում։ Այդ չի նշանակում, որ դա հանրային քննարկման է դրվում
մենք հանրությանը ասում ենք եկեք մեր գործը արեք։ Մենք ուղղակի լսում ենք, որտեղ մենք ի վերջո հանրության համար ենք այդ բյուջեն հաստատում, այդ ամեն ինչը Դուք ընդդիմախոս տնտեսագետներին լսում եք, օրինակ նույն նախկին վարչապետ օրինակ Հրանտ Բաղրատյանը բազմաթիվ անգամ տնտեսական բազմաթիվ խնդիրներից է խոսել։ Դուք լսել եք իր կամ մյուս տնտեսագետներին, որը ձեր թերությունները, օրինակ իրենք շատ դեֆիցիտի մասին են խոսում։ Դուք այդ մասին իրանց հորդորները, լուծումները լսում եք, բնականաբար լսում ենք, բայց իհարկե, եթե խելամիտ առաջարկներ լինում են, դրա մասին մտածում ենք, բայց ես ձեզ կարող եմ ասել, որ այն ինչ որ իրենք ասում են, մենք մեր քննարկումների եւ մեր վերլուծությունների ժամանակ դրանց մասին բնականաբար հաշվի ենք առնում։ Եվրոպա այդ պարտատոմսերի հետ կապված կան նախնական հաշվարկներ, ինչ ուղղություններով են էլի դրանք բան լինելու պարտքի մարում, թե ընթացիկ ծախսեր, ինչ որ հաշվարկներ կան։ Հաշվարկներ կանելու կարիք չկա, որովհետև նախապես նախատեսված էր, որ այդ եվրոպարտատոմսերի թողարկումը ուղղվելու է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։ Պարոն Հովհաննիսյան, համացանցում Արթուր Դանիելյանը, եթե չեմ սխալվում, նա նաև նախկինում ԿՊ-ի հետ կապ է ունեցել կամ նախաձեռնող խմբից է եղել, կճանաչեք։ Ասում էր, որ սա կապ ունի այս պարտատոմսերի թողարկումը խաղաղության պայմանագրի զիջումների հետ եւ ասում է, սա այն գինն է, որը ստացավ Հայաստանը, այսինքն զիջման դիմաց այդ պարտատոմսերը թողարկվեցին։ Այս մասով ինչ կարող եք ասել։ Ես կարծում եմ, որ արդեն ասվել է, որ խաղաղության պայմանագրով մենք որևէ զիջում չենք անում, սա երկկողմանի գործընթաց է, իսկ մնացած կոնսպիրոլոգիաներին չեմ կարող մեկնաբանել։ Պարոն Նախարար, դուք թիմի անդամ եք, ինչպես եք գնահատում այս փուլում այդ համաձայնեցումից հետո այս լարվածությունը արդեն 3 օր անընդմեջ Ադրբեջանը կրակոցների մեղադրանքները հնչեցնում, ինչ է կարծում, ինչու ինչ նպատակով է սա արվում։ Չեմ կարող ասել։ Բայց դուք մտահոգիչ չեք համարում այն, որ Հայաստանը իր ինքնիշխան տարածքում որևէ մեկին կանգնել չկանգնելու թույլտվություն տալ այլևս չի կարող, որովհետև Ալիևի հետ նման փաստաթուղթ է ստորագրել, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ամբողջ երկրի տարածքին է վերաբերում հարցը, սահմանին, այնակ Հայաստանի սահմանում, Հայաստանի կողմից չի կարող օրինակ բանը Եվրոդիտորդը այնտեղ կանգնել։ Սա մտահոգիչ չէ, սա ինքնիշխանության զիջում չի, ինչու պետք է Տշնամական պետության ղեկավարի ցանկությամբ մեր երկրում մեր կողմից չկանգնեն իրենք սահմանին։ Ավելի ճիշտ չեն էլ կանգնում, շրջում են ուղղակի։ Ես կարծում եմ, որ հիմա եթե դա երկկողմանի համաձայնություն է, հիմա Ադրբեջանն էլ իր ինքնիշխանությունն է մեզ զիջում։ Բայց որտեղ են սահմանից իրանք հերտամ ես եք։ Հիմա կարող եմ մենք էլ չենք ուզենալու, որ մեր սահմանին որևէ մեկը լինի, եթե մենք դելիմիտացված սահման ունենք արդեն Ադրբեջան։ Անելու է, պարոն Հովհաննիսյան, ասում ենք մինչև սահմանազատումը, բայց հետո համաձայնեցինք փաստաթղթի ստորագրումից հետո դա անել, ոչ թե սահմանազատումը։ Եթե խաղաղության վերաբերյալ համաձայնություն կա, ապա ես կարծում եմ, որ այդ սահմանազատման գործընթացն էլ մինչև այդ շարունակվելու է։ Ստորագրվելու է այդ խաղաղությունը եւ դեռ դիտորդներ կմնան։ Ես հավատում եմ, որ ստորագրվելու է այդ համաձայնագիրը եւ հույս ունեմ հնարավորինս շուտ։ Եվ լինելու է խաղաղություն։ Ես շատ մեծ հույս ունեմ։ Պարոն Հովհաննիսյան, Բավոր կրակում են, պարոն Հովհաննիսյան, խաղաղությանը որ տարածվում է։ Կներեք էլի, ես պետք է գնամ։ Ինչի, երբ որ հասավ Մենք որոշեցինք, որ մեկ հարց, մեկ պատասխան արդեն շատ երկար է։